Մեր ազգը լավ գիտի, անգամ օտար ազգերը լավ գիտեն, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգի, մեր հայրենիքի, մեր Հայաստանի ամենակարևոր հենասյուներից մեկն է, եթե ոչ ամենակարևոր հենասյունը։ Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացավ մեր ձևով ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովը, որի ընթացքում շարժման համակարգման խորհրդի անդամների կողմից ներկայացվեց շարժման մեկնարկից հետո իրականացման աշխատանքների արդյունքները, քննարկվեցին եւ նախանշվեցին շարժման կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերն ու անելիքները։ Նայում եմ ու մեծ էներգիա եմ ստանում բոլորից հետ։ Մեր բոլորի շարժումը, մեր ձևով շարժումը, մեր հանրության մեջ, մեր ազգի մեջ նենց մի նոր էներգիա է մցրել, որ ցենց ամեն օր մենք այդ էներգիան ստանում ենք ու բոլորս միասին զգում ենք այդ էներգիան ու հասկանում ենք, որ մենք անելիք ունենք։ Մեր անելիքը շատ կարևոր անելիք է մեր Հայաստանի ու մեր հայրենիքի համար ու մեր ազգի համար։ Մենք ունենք մշակած հայեցակարգ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու իրավաքաղաքական հիմքերը բարելավելու համար։ Այս աշխատանքային, շարժման աշխատանքային մեկ ամիսը մեր բոլորի կատարած աշխատանքը այն ապացույցն է ու այսօրվա այն պատկերը, որ մենք տեսնում ենք, թե մենք մեր շարժումով ինչ ենք արթնացրել ինքներս մեր մեջ, մեր բոլորի մեջ, մեր ազգակիցների, չգիտեմ, մեր բարեկամների, հարևանների մեջ հասկանում ենք, որ անելիք ունենք ու կարևոր անելիք ունենք։ Վերջին 1.5 ամիսների ընթացքում շարժման կողմից կատարված աշխատանքների մասին պատմող տեսանյութը դիտելուց հետո շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրեց առաջին 1.5 ամսում շարժման կողմից կատարված աշխատանքները, ընդգծելով, որ մեր ձևով ժողովրդական շարժմանն արդեն միացել է 5000 կամավոր։ 1.5 ամիս առաջ մենք մեկնարկել ենք մեր շարժումը։ Այս ժամանակահատվածը իհարկե շատ փոքր է, բայց փառք Աստծո արդեն ունենք կատարած աշխատանք։ Կա համալրված թիմ ու կա արդյունքներ, որոնցով ուզում ենք ձեզ հետ կիսվել։ Առաջինը, որ կուզենայի շեշտել, դա մեր թիմն է։ Այսօր ես հայտարարում եմ, որ մեր ձևով շարժման մասնակից է դարձել, միացել է արդեն 5000 կամավոր։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ զանգահարում են, համացանցային կապ են հաստատում եւ միանում են մեզ առաջարկելով կամավորականություն, որպեսզի երկրում հնարավոր լինի կատարել այն փոփոխությունները, ինչը իրենք են տեսնում եւ ինչը մենք բոլորս ենք տեսնում։ Այս պահին անազատության մեջ գտնվող բարերար գործարար մեր ձևով ժողովրդական շարժման հիմնադիր եւ առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ընթերցեց Կարապետյանի ուղերձը։ Ողջունում եմ մեր ձևով շարժման առաջին հաշվետու ժողովը։ Արդեն ակնհայտ է, որ մեր շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում։ Զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։ Դա ձեր ձեռքբերումն է, սա բոլորիս ձեռքբերումն է եւ պետք է դառնա հայ ժողովրդի ձեռքբերումը։ Շարժման առաջին հաշվետու ժողովին որպես փորձագետ եւ հատուկ բանախոս տեսաուղերձով հանդես եկավ նաեւ հայ ազգի տնտեսագետ 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն։ Վերջինս որպես խորհրդատու եւ փորձագետ իր մասնակցությունն է ունենալու շարժման կողմից կազմվող Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին։ Մեր ձևով շարժման առաջին հաշվետու միջոցառմանը հանդես գալու որպես գործընկեր եւ խորհրդատու։ Այս նախաձեռնությունը բարձրացնում է Հայաստանի առջև այսօր կանգնած մի շարք կարևոր հարցեր եւ ես ուրախ եմ այսօր հնարավորության համար ձեզ հետ կիսվելու զեկույցի առանցքային թեմաների շուրջ իմ դիտարկումներով։ Մենք ապրում ենք մի վճռորոշ ժամանակաշրջանում, երբ աշխարհը կանգնած է տեխնոլոգիական, քաղաքական եւ ինստիտուցիոնալ խորը փոփոխությունների շեմին։
Այս փոփոխությունները լիովին առնչվում են նաև Հայաստանը։ Ցավոք Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեքորեն օգտագործել իր տնտեսական և ժողովրդական ներուժը։ Շարժման մասնակիցները վստահ են, որ հաջողելու են այս գործում, քանի որ նպատակն արդար է։